2025 թվականին որպես կոնվերգենտ ծառայություններ մատուցող առաջատար օպերատոր Ucom-ը շարունակել է ակտիվ թվային փոխակերպման ռազմավարությունը, գրանցելով առանցքային ձեռքբերումներ։ Մենք արդեն ունենք 94.5% ռադիոծածկույթ ազգաբնակչությունից, որտեղ կարող են օգտվել 5G ցանցից։ Մենք այս աշխատանքը մյուս տարի կշարունակենք ու մենք այս 94.5%-ը փորձելու ենք մի քանի տոկոսներով էլի ավելացնենք։ Ucom-ը խորացրել է ռազմավարական համագործակցությունները ոլորտի առաջատար ընկերությունների Nokia-ի, Mediakind-ի եւ Srillion-ի հետ։ Արդյունքում հիմք է դրվել արհեստական բանականության ներդրման հաճախորդների հեռահար սպասարկման ծրագրային լուծումներում։ Գործարկվել է Uplay ժամանցային հարթակը։ Գազագերբությունները, որ ես թվարկեցի, իրենց հետ համագործակցությունը երկարատև է։ 2025 թվականին արագ եւ որակյալ տան ինտերնետի եւ հեռուստատեսային ծառայությունները հասանելի դարձան նաեւ Եղվարդ քաղաքի եւ Երևանի եւս 4 թաղամասերի բնակիչներին։ Արդյունքում 2025 թվականի 3-րդ եռամսյակի տվյալներով Ucom-ը պահպանել է առաջատար դիրքը ֆիքսված ինտերնետ կապի շուկայում։ Շարժական կապի բաժանորդների թիվն աճել է 7%-ով 2024 թվականի 3-րդ եռամսյակի համեմատ, հասնելով 754.515-ի։ Տարի տարվա վրա մենք տեսնում ենք արդեն շարժական կապի բաժանորդների 7% գրանցված աճ։ Նույնալ ունենք ֆիքսված ոլորտում, արդեն մենք ունենք ֆիքս ինտերնետ օգտագործող 144,000 բաժանորդ։ 2026 թվականին Ucom-ը կշարունակի սահմանել զարգացման նոր նշաձող, զարգացնելով ցանցերը, ընդլայնելով կրթական ու համայնքային նախաձեռնությունները եւ ներդնելով տեխնոլոգիական լուծումներ, այդպիսով Հայաստանի բնակչության համար երկարաժամկետ զարգացում եւ կայուն ծառայությունների մատչելիություն ապահովելու եւ Հայաստանի թվային ապագայում շարունակական ներդրում ապահովելու համար։ Նաիրի Մուրադյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվական։